Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Մերձավոր արևելքում կռիվը թեժանում է, Կարմիր մահիկը զոհերի թիվը հրապարակել։ Ինչպես է Իսրայելը Թեհրանում հետևել Խամենեիին, Daily Mail-ը մանրամասներ է հայտնել։ Հայաստանը խաղաղ է պատերազմների ֆոնին, ինչ հայտարարություններ է արել Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ։ Ազգային ժողովի նախագահը խորհուրդ է տվել Սարգսյանին հեռանալ քաղաքականությունից, երրորդ նախագահի կուսակցությունը պատասխանել է։ Ջրանջատումներ կլինեն, բայց ավելի կարճ ժամանակով, ջրային կոմիտեի նախագահը մանրամասներ է հայտնել։ Պարզվում է Հայաստանը շարունակում է մնալ խաղաղ հարևան երկրներում պատերազմների ֆոնին, քանի որ Ադրբեջանի հետ ներկայիս իշխանությունը խաղաղություն է բերել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է ասել ազգային ժողովի միջանցքում ճեպազրույցների ժամանակ, բայց միևնույն դեպքում ազգային ժողովի նախագահը ցավում է հարևան Իրանում զոհերի համար։ Շատ ցավում եմ այն զոհերի համար, որոնք որ լինում են եւ հույս ունենք, որ հնարավորինս կարճ կտևի, որովհետեւ անմիջականորեն մեր հարևանի հետ է տեղի ունենում եւ դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ դա շատ մեծ աշխարհաքաղաքական, թերևս ամենամեծ աշխարհաքաղաքական պատերազմներից մեկն է, որը որ Փառք Աստծո մեր հետ որևիցե ձևով կապ չունի եւ պետք է ամեն ինչ անենք, որ մենք այդ խնդրի մեջ այդ կարող եմ վերջացնեմ, այդ համատեքստում կարող եմ վերջացնել, շնորհակալ եմ։ Եվ հույս ունենք, որ որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չի դիպչի, միևնույն ժամանակ շատ հաճելի է, որ երևի պատմության մեջ, ասենք տեսնում եք, հյուսիսում պատերազմ է, արևելքում պատերազմ է եւ մենք այդ ֆոնին կարողացել ենք Ադրբեջանի հետ միասին խաղաղության եզրեր ենք գտել եւ խաղաղություն ենք կառուցում։ Ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս Մեղրիի շուրջ արած հայտարարությանը եւ նշել, որ եթե թրիփի համար տագնապ ունի, թող Վալերիանա խմի։ Ես առաջարկում եմ Սերժ Սարգսյանը հաճախ հարցազրույց տա եւ մասնակցի ընտրություններին, եթե կարող է, Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում, Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, չի կարող ունենալ, այդ մարդը մերժված մնալու է պատմության մեջ, ինքը մերժվածն է։ Ես մերժվածների հետ կապված հիմա աբսուրդ բանը, impeachment, Մեղրի, ինչի մասին է խոսում։ Ինչ է ասում թրիփի մեջ։ Մեծ տագնապներ ունեմ եւ մասնավորապես հիշեցնում եմ ճանապարհի լայնը։ Թող Վալերյան կախմի մեծ տագնապներ։ Հիշեցնեմ, որ նախորդին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սերժ Սարգսյանին նաև խորհուրդ էր տվել հետ քաշվել քաղաքականությունից, քանի որ իր թիմակիցները երազում են դրա մասին։ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը անդրադարձել է պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ նշել. մեջբերում եմ. Ալեն Սիմոնյանը պիտի լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդներ տալու համար։ Մեջբերման ավարտ։ Ալեն Սիմոնյանը պիտի լավ գիտակցի, որ իր քաղաքական եւ ոչ միայն կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ դա մեկ։ Բայց այնուամենայնիվ մի քանի կետով պատասխանեմ։ Երկրորդ, այդ թվում նաեւ այդ կալիբրերի տարբերությունը կայանում է հետեւյալում։ Նախագահ Սարգսյանը այն պետական գործիչն է, ով ժամանակին հայտարարել էր, որ Աղդամը իր հայրենիքը չէ, բայց պահել էր Աղդամը։ Այդ ժամանակ որոշները վայնասուն էին բարձեցրել, բայց երբ որ իրանք իշխանությունն էին, իրենք հանձնեցին եւ Աղդամը, եւ Արցախը, եւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից որոշակի հատվածներ։ Եվ վերջին կետը կապված Ալեն Սիմոնյանի հետ, չնայած ինքը համարյա ամեն հարցազրույցում, այդ թվում նաեւ ձեր նշած հարցազրույցում մեկ կամ մի քանի անգամ կրկնում է, որ ինքը ազգային ժողովի նախագահ, ամենայն հավանականությամբ որ մարդիկ դա ֆիքս են, բայց թող իր երազանքները մեծ չպրոյեկտի։ Ալեն Սիմոնյանը դա չէր ասում պաշտոնաթող նախագահներին։ Ալեն Սիմոնյանը արտահայտում էր իր երազանքները ԿՊ-ում փոփոխությունների տեսանկյունից։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը թող զգուշ լինի։ Քաղաքական կարիերան կարող եք ասում է ձեր քաղաքական կարիերան դուք կարողանաք շարունակել, եթե Սերժ Սարգսյանը հեռանա։ Ալեն Սիմոնյանը թող իմ քաղաքական կարիերայից չանհանգստանա, թող իր բանտային կյանքից անհանգստանա։
Ամռան շոքին անջուր մնալուց խուսափել այդուամենայնիվ չի ստացվի։ Ջրանջատումներ լինելու են, բայց ոչ թե 7 ժամով, այլ 3-ից 4։ Խորհրդարանական քառօրյայի ժամանակ ասել է ջրային կոմիտեի նախագահը։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ Վիոլիա ջուրը հայտարարել էր, որ հարյուրավոր բաժանորդների ավելացման պատճառով ստիպված է լինելու մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը խմելու ջուրը գիշերը 12-ից անջատել մինչև առավոտյան 7-ը։ Դժգոհության այս մեծ ալիքի ֆոնին իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում էին, որ ջրամատակարարման գրաֆիկի փոփոխություն չի լինի, բայց այսօր ազգային ժողովի ամբիոնում ջրային կոմիտեի նախագահի հայտարարությունը հաստատել է, որ այդուամենայնիվ իշխանությունը կրկին ստել է։ Հայտարարված 7 ժամյա անջատումը մենք հիմքեր ունենք մտածելու, որ կարող են կրճատել մինչև 3-4 ժամ։ Այսինքն ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին մենք կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն եւ ցերեկային ժամերին այդ ջրավազանի ջուրը օգտագործվի։ Բայց 7 ժամի փոխարեն կունենանք 3-4 ժամ։ Ինչ վերաբերում է կորուստներին, ռոռոկման համակարգում դրանք գնահատվում են մոտավորապես 46-ից 50%-ի շրջանում, ինչ վերաբերում է Վեոլիայի ստանձնած պարտավորություններին ջրամատակարարման ենթակառուցվածքների առումով, նրանք ստանձնել են 80% հայտարարված կորուստներով, իջեցրել են մինչև 60-55%, տարբեր հատվածներում բնականաբար տարբեր են։ Ազգային ժողովի ամբիոնից պատկան մարմիններին զգուշացրել ենք սպասվող ճգնաժամի մասին, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, այլ ատյաններին, երբ որ հարց էինք ուղղում, որ այդ խողովակները մաշված են, լրջագույն խնդիրներ կա եւ այլ ժամանակը չի երիքի նշեմ, ասում էին, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարգին է, որևէ խնդիր չկա, Վիոլիա ջուրի իր աշխատանքները պատշաճ կատարում է եւ արի ու տես Վիոլիա ջուրը հայտարարում է, որ այդ ժամանակացույցի մասին մեծ վրդովմունք առաջացնում եւ տարածքային կառավարման նախարարը ժամեր հետո ասում է դե զանգեցին, կարգավորեցին, կառավարության միջամտությամբ հրաշք, կառավարության միջամտությամբ այլևս այդ ժամանակացույցը չի փոխվի եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա հարց, այդ ո՞նց է լինում, որ այդ տարիներով կուտակված խնդիրը մի հատ կառավարության զանգով դες կարգավորվում, արդյոք սա մանիպուլյացիա չի։ Մանիպուլյացիա չկա, գաղտնիք էլ չկա, ես արդեն նշեցի, ներդրումներ են արվում ենթակառուցվածքների արդիականացման, հիմնանորոգման ուղղությամբ եւ դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր։ Երկրորդ գործոնը, որը կարևոր դեր է խաղալու, հայտնաբերված նոր ջրաղբյուրներն են, որոնցից մոտավորապես 200 լիտր վարկյան ծավալով ջուր կտեղափոխենք Երևան արագացված կարգով։ Գիտեք, եթե մենք նման նպատակ ունենայինք մոլորության մեջ գցելու մարդկանց, մենք չէինք ասի, որ այո, թաղամասեր լինելու են, որ 17 ժամյա գրաֆիկ են ունենալու։ Մեկ ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանի նախագահի նստավայրին, Իրանի անվտանգության խորհրդի շենքին եւ Թեհրանում գտնվող այլ թիրախների վրա։ Իսկ Կարմիր մահիկը հայտնել է, որ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 787-ի։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ չի պատրաստվում բացահայտել իրենց մարտավարության մանրամասները, սակայն Իրանի դեմ ամերիկյան զինված ուժերի ամենածանր հարվածները դեռ առջևում են։ Ըստ Ռուբիոյի Իրանում ընթացող գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է նպատակին հասնելու համար, իսկ նպատակը Իրանի բալիստիկ հրթիռների ներուժի ոչնչացումն է։ Մերձավոր Արևելքի վերջին նորությունները եւ պատերազմին վերաբերող հայտարարությունները հավաքագրել է իմ գործընկեր Սեդակ Գյուրեղյանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսով զրուցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային վարչության ղեկավար Բուրանեթ Հինդուրանը նշել է, որ Էրդողանը եւ Թրամփը քննարկել են Իրանի եւ ծոցի երկրներում տիրող վիճակը եւ ընթացիկ զարգացումները։ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ եւ 2025 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մարիա Կորինա Մաչադոն Կիրակի հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կվերադառնա Վենեսուելա եւ որ հարավամերիկյան երկրում ընտրություն կանցկացվի։
Մաչադոն վերադարձի ամսաթիվ չի նշել, սակայն ասել է, որ նպատակներից մեկը կլինի նոր եւ հսկայական ընտրական հաղթանակի նախապատրաստվելը։ Կիրակի Պենտագոնի պաշտոնյաները խոստովանել են, որ չկա որևէ հետախուզական տեղեկություն, որ Իրանը պատրաստվում էր առաջինը հարձակվել Միացյալ Նահանգների ուժերի դեմ։ Մինչ այդ Թրամփը հայտարարել էր, որ հարձակումը, որը նրա խոսքով կտևի շաբաթներ, նպատակ ուներ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա, զսպել նրա հրթիռային ծրագրի զարգացումը եւ վերացնել Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների համար սպառնալիքները։ Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին, այդ թվում Արամկոյի նավթավերամշակման գործարանին, որն աշխարհի խոշորագույն նավթի արտահանման կենտրոններից է։ Դելիում բանակցություններից հետո Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ ինքը եւ իր հնդիկ գործընկեր Նարենդա Մոդին համաձայնության են եկել տնտեսական գործընկերության համաձայնագիր կնքել մինչև այս տարվա վերջ։ Երկու առաջնորդները փորձում են վերականգնել հարաբերությունները, որոնք լարվել են 2023 թվականից, երբ այն ժամանակվա Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, որ կան հավաստի տեղեկություններ, որ Հնդկաստանի հետ կապ ունեցող անձինք ներգրավված են եղել Կանադայում ՍԻԿ անջատողական խմբի առաջնորդի սպանության մեջ։ Իրանը 3 առավոտյան հարվածել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին եւ նրա ճակատագիրը մնում է անհայտ, հայտնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Ժամեր անց Ցահալը տեղեկացրեց Նեթանյահուի գրասենյակի վրա հարձակման մասին Իրանի պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ֆրանսիան պատրաստ է պաշտպանել Պարսից ծոցի երկրները եւ Հորդանանն Իրանից, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում բարեկամ երկրներին, որոնք դարձել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային եւ անօդաչու սարքերի հարվածների թիրախ եւ ներքաշվել պատերազմի մեջ, ընդգծել է նախարարը։ Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով աջակցում է Իրանին իր ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։ Իրանական հարվածներից հետո Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը, պաշտպանության նախարարը եւ Դուբայի թագաժառանգը, նաեւ այլ պաշտոնյաներ միասին ճաշել են առևտրի կենտրոններից մեկում։ Միացյալ Նահանգների բանակի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ ոչնչացվել են Օմանի ծոցում գտնվող բոլոր իրանական նավերը։ Հզոր պայթյուններ են որոտացել Ռիադում, Միացյալ Նահանգների դեսպանատան շենքի տարածքում, որից հետո խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է Reuters-ը։ Այլ լրատվամիջոցների փոխանցմամբ պայթյունները տեղի են ունեցել իրանական 2 անօդաչուների հարվածից։ Մարկո Ռուբիոն հայտարարեց, Միացյալ Նահանգների զինված ուժերի ամենալուրջ հարձակումները դեռ առջևում են։ Քուվեյթում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարեց փակվելու մասին, ինչը պայմանավորված է տարածաշրջանային լարվածությամբ։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մոսադի գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման խցիկների ցանցը եւ տարիներ շարունակ լրտեսել Այաթոլլա Ալի Խամենեիին, նրա թիկնապահներին եւ իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնում է Daily Mail-ը։ Լուսանկարները փոխանցվել են Իսրայելին, ինչը Մոսադին թույլ է տվել մանրամասն տեղեկություններ ստանալ թիկնապահների հասցեների, նրանց աշխատանքային գրաֆիկների մասին։ Մասնավորապես կարևոր էր տեսախցիկներից մեկի տվյալները, քանի որ դրանք թույլ են տվել հետևել, թե որտեղ են թիկնապահները կայանում իրենց անձնական մեքենաները Թեհրանի կենտրոնում։ Գործակալների այս բազմամյա եւ մանրակրկիտ հետախուզական աշխատանքը ըստ աղբյուրի դարձավ այն հիմնական միջոցը, որը հանգեցրեց Խամենեիի սպանությանը։ Ալի Խամենեիի սպանությունից հետո Իրանը կանգնած է նաև ներքաղաքական լուրջ շրջափուլի առաջ։ Խամենեիի պարտականությունները արդեն 2 օր է կատարում է 70-ամյա Այաթոլլա Ալի Ռեզա Արաֆին։ Սակայն Իրանում փոխվել է ոչ միայն գերագույն հոգևոր առաջնորդը, այլև գրեթե ամբողջ ռազմաքաղաքական էլիտան։ Պատերազմի մեկնարկից հետո առաջին օրը երկիրը կորցրել է իր առանցքային դեմքերից մի քանիսին։ Ովքեր են այսօր մնացել խաղում, ռեպորտաժում։ Հրթիռների տեղատարափ է Իրանում եւ արաբական այն երկրներում, որտեղ ամերիկյան ռազմաբազաներ կան։ Այդ հրթիռների մեծամասնությունն իր գործը Իրանում ավարտին է հասցրել։ Պատմության ընթացքում առաջին անգամ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության առանցքային դեմքերի զգալի մասը զոհվեցին գրեթե միաժամանակ։ Հարվածից հետո իշխանական համակարգը չսպասեց, վերնախավը արագ վերադասավորվեց, նոր նշանակումներ արվեցին, սակայն Վաշինգտոնը վստահ է հարվածը եղել է թիրախային։ Այժմ ուշադրության կենտրոնում մնացել են մի քանի առանցքային դեմքեր, որոնք ողջ են եւ շարունակում են ղեկավարել երկիրը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան։
Մենք չենք խոնարհվի ճնշումների առաջ, անկախ դժվարություններից։ Իրանցի կարդիովիրաբույժը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Իրանում, Մահաբադում։ Մայրը քուրդ է, իսկ հայրը ազարի, պատմական ատրպատականում ապրող ադրբեջանցի։ Ավտովթարի պատճառով կորցրել է կնոջը եւ երեխաներից մեկին, իսկ երկու որդիներին ու դստերը մեծացրել է միայնակ եւ այլևս չի ամուսնացել։ Նրա քաղաքական ուղին սկսվել է Իրանի 5-րդ նախագահ Մուհամմադ Խաթամիի օրոք գիտությունից տեղափոխվելով պետական կառավարման համակարգ։ Նա ղեկավարել է Թավրիզի բժշկական համալսարանը, սրտաբանական կենտրոնը, եղել է առողջապահության նախարար, մեջլիսի փոխխոսնակ։ Մի քանի անգամ փորձել է դառնալ նախագահ, երբեմն հրաժարվելով, երբեմն մերժում ստանալով։ Այսօր նա երկրի երկրորդ դեմքն է գերագույն հոգևոր առաջնորդից հետո։ Իրանի հաջորդ առանցքային դեմքը երկրի անվտանգության եւ ռազմավարական որոշումներ կայացնող մարմնի ղեկավարն է, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Արի Լարիջանին։ 1958 թվականին Իրաքում ծնված Լարիջանի ընտանիքը ամուր կրոնական հիմքեր ունի, որոնք ձևավորել են նրա աշխարհայացքը։ Նրանց հարազատներից շատերը հայտնի քաղաքական գործիչներ են, իսկ ընտանիքին Իրանի քաղաքական ասպարեզում հաճախ անվանում են իրաքյան խումբ, որտեղ բացի Ալիից մտնում են նրա Փեսան, երկու եղբայրները եւ զարմիկները։ Լարիջանին իր կարիերան սկսել է պետական հեռուստատեսությունում ղեկավարի պաշտոնում, ապա դարձել խորհրդարանի խոսնակ, ամրապնդելով իր դիրքերը քաղաքական համակարգում։ Նա բանակցել է Արևմուտքի հետ, աշխատել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ռազմավարական ուղղություններով։ Ամերիկայի համար նա կարևոր թիրախ է եղել նաեւ այն պատճառով, որ համարվում է Այաթոլլահ Խամենեիի վստահված անձանցից մեկը։ Նրա վերահսկողության տակ են երկրի ամենազգայուն հարցերը, ազգային անվտանգությունից մինչև միջուկային ծրագիր։ Իրանի խորհրդարանի խոսնակը Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը այս պահին երկրի օրենսդիր համակարգի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է։ Նա հարուստ փորձ ունի անվտանգության ոլորտում, եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժի հրամանատար, ապա երկրի ոստիկանապետ։ Քաղաքական դաշտ մտնելով դարձել է Թեհրանի քաղաքապետ, որտեղ իրականացրել է լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրեր, վերափոխելով մայրաքաղաքի տրանսպորտն ու կառավարման համակարգը։ Այսօր նա վերահսկում է օրենսդիր գործընթացները եւ կարևոր դեր ունի թե անվտանգության, թե արտաքին քաղաքական որոշումների ձևավորման մեջ։ Իրանի արտաքին քաղաքականության փորձառու դեմք Աբբաս Արաղչին, որն այժմ զբաղեցնում է արտգործնախարարի պաշտոնը, ծնվել է 1962 թվականին Թեհրանում, առևտրականի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում մասնակցել է Իրան-Իրաք պատերազմին որպես հեղափոխության պահապանների կորպուսի անդամ։ Հետագայում Արաղչին անցել է դիվանագիտության դաշտը, դառնալով Իրանի դեսպան Ֆինլանդիայում եւ Ճապոնիայում, ապա փոխարտգործնախարար եւ գլխավոր բանակցող։ Նա եղել է առանցքային դեմքերից մեկը 2015 թվականի համապարփակ միջուկային համաձայնագրի բանակցություններում։ Այսօր Արաղչին ներկայացնում է Իրանի դիրքորոշումը միջազգային հարթակներում, միջուկային ծրագրի, պատժամիջոցների եւ տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Նրա յուրաքանչյուր հայտարարություն կարող է ազդել ոչ միայն դիվանագիտության, այլև պատերազմի ընթացքի վրա։ Իրանի շուրջ աճող ռազմական լարվածության ֆոնին համաշխարհային շուկայում թանկացել է նավթը, մոտենալով $80։ Մասնագետների կարծիքով թանկացման հիմնական պատճառներից մեկը Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված լարվածությունն է։ Իրանն այս փուլում խաղի մեջ է դրել իր ամենակարևոր խաղաքարտերից մեկը՝ Հորմուզի նեղուցը։ Արդեն 2 օր է նեղուցը փակ է ամբողջությամբ։ Իրանն ամբողջությամբ փակել է Հորմուզի նեղուցը։ Այնտեղ կուտակվում է նավթ եւ գազ տեղափոխող նավեր։ Ինչ նշանակություն ունի Հորմուզի նեղուցը Իրանի եւ աշխարհի համար։ 2018 թվականին Հորմուզի նեղուցով անցնում էին օրական 21 միլիոն բարել նավթ եւ նավթային հեղուկներ։ Ամեն բարելը կազմում էր մոտ 159 լիտր, այսինքն օրական ընդհանուր ծավալն անցնում էր 3 միլիարդ լիտրը կամ ավելի քան 1300 օլիմպիական լողավազանի չափ հեղուկ։ Սա կազմում է ամբողջ աշխարհի օրական նավթային սպառման մոտ 21%-ը։ Աշխարհում ծովային ճանապարհով փոխադրվող ամբողջ նավթի մոտ 1/3-ն անցնում է հենց Հորմուզի նեղուցով։ Բացի այդ, նեղուցով անցնում է նաև աշխարհում վաճառվող բնական գազի 1/4-ը։ Հորմուզի նեղուցը իր ամենանեղ կետում ընդամենը 39 կիլոմետր լայնություն ունի։ Դրա պատճառով նավերը ստիպված են խստորեն պահպանել հաստատված նավագնացության ուղիները։ Հորմուզի աշխարհագրական դիրքն էլ է հետաքրքիր։ Հյուսիսային ափը Իրանին, հարավայինը Օմանին, իսկ մի քանի կղզիներով սահմանը յուրացնում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։ Եթե Իրան-Միացյալ Նահանգներ առճակատումը ընդլայնվի կամ տեղափոխվի Հորմուզի նեղուց, միջազգային տնտեսական ճգնաժամ է առաջանալու։
Եթե Հորմուզի նեղուցում խաթարվի նավերի բնականոն շարժը, Չինաստանն ու Մեծ Բրիտանիան են մտնելու խաղի մեջ, քանի որ Իրանի նավթը հիմնականում Չինաստան է արտահանվում։ Կսկսեն բողոքել նավթի թանկացումից, իսկ Մեծ Բրիտանիան, որպես համաշխարհային նավթային շուկայի հիմնական դերակատարներից մեկը, ներգրավված է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային եւ ռազմավարական գործընթացներում։ Հորմուզի նեղուցը կրկին դարձել է Իրանի ձեռքի գլխավոր խաղաքարտը միջուկային ճնշումներին ու արտաքին սպառնալիքներին հակազդելու խաղում, ասում են քաղաքագետները, եւ փաստում այդ խաղաքարտը վտանգավոր է նաեւ իր համար։ Այդ խաղաքարտը գործի մեջ դնելը կնշանակի մեկ քայլով եւս մոտենալ համաշխարհային պատերազմին։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ժամեր առաջ Երևանում վայրեջք է կատարել Օմանից առաջին չվերթը։ Ինքնարդիրը Մասկատից տեղափոխել է ռազմական գործողությունների պատճառով այնտեղ մնացած քաղաքացիներին։ Սակայն բազմաթիվ մեր հայրենակիցներ դեռ մնացել են արաբական երկրներում թռիչքների չեղյալ հայտարարման պատճառով։ Արփինեն եւ ամուսինը տուրիստական ընկերությունից են իմացել, որ Դուբայից իրենց վերադարձի չվերթը չեղյալ է հայտարարվել։ Այսօր հյուրանոցում նրանց վերջին օրն է։ Եթե չկարողանան վերադառնալ, տեղափոխվելու են այլ հյուրանոց։ Ծախսերն էլ իրենց միջոցներով են անելու։ Տուրիստականի գիդը ասաց, որ պետք չի դուրս գալ սենյակներից։ Հիմա սպասում ենք, տեսնենք ինչ են անում, որովհետև հյուրանոցում ասում են, որ մեզ համար ոչ ոք ոչ ման չի ասել, որ երկարացնեն մեր մնալու համար, իսկ վճարման համար կրկնակի թանկ վճար են ուզում, եթե ուզում եք շարունակենք մնանք ստեղ։ Մենք էլ ֆինանսապես պատրաստված չէինք դրան։ Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ այս պահին նման վիճակում են։ Մերձավոր Արևելքի օդանավակայաններում ու հյուրանոցներում են նրանք նամակով տեղեկացել, որ իրենց վերադարձի չվերթները չեն լինելու, բայց միայն այստեղ գտնվող քաղաքացիները չեն, որ նման խնդիր ունեն։ Մերձավոր Արևելքը նաև տարանցիկ շրջան էր դեպի Արևելք թռիչքների համար։ Խնդիր ունենք նաև օրինակ Թայլանդում, Շրի Լանկայում բնակվող, այսինքն զբոսաշրջիկների մասով խնդիր ունենք, որոնք եւս չեն կարողանում այդ տարանցիկ զոնաները օգտագործելով հասնել իրենց պետություն։ Տոմսերի գները աննախադեպ թանկացել են։ Տուրիստական գործակալությունից հայտնում են, չարթերային թռիչքների գները տատանվում են 1000-ից 3000 դոլարի սահմանում, բայց դրանք դեռ չեն իրականացվել։ Արտգործնախարարությունը այս օրերին գործարկված թեժգծին մոտ 40 զանգ է ստացել, եւս 20 զանգ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն է ստացել։ Հայաստանի քաղաքացիները փորձում են վերադարձի տարբերակ գտնել։ Նախարարությունը էմիրություններում գտնվող քաղաքացիների համար Մասկատ, Թբիլիսի տարբերակն է առաջարկում։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ներկայացված հայտը։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ըստ հնարավորության կաջակցի նաև թռիչքի համար Արաբական Միացյալ Էմիրություններից Մասկատ տեղափոխման հարցում։ Ավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանը տեղեկացնում է, որ եթե մեկնել եք Եվրամիության գրանցում ունեցող ավիաընկերություններով, ապա միջազգային իրավունքի շրջանակում առավելություններ ունեք։ ԵՄ կարգավորումը սահմանում է տոմսի ամբողջական վերադարձ կամ այլընտրանքային երթուղով տեղափոխում։ Սնունդ, խմիչք, հյուրանոց, եթե անհրաժեշտ է գիշերակաց։ 250-ից 600 եվրո փոխհատուցում միայն եթե հետաձգումը ավիաընկերության մեղքով է։ Բայց ստեղծված իրավիճակում միայն խնամքի պարտավորությունն է մնում ուժի մեջ։ Ֆորսմաժորային իրավիճակներում գումարի վերադարձը չի գործում։ Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիան էլ կարգավորում ունի, ըստ որի ուղևորները կարող են պահանջել, որ իրենց տեղափոխած ավիաընկերությունը գործընկերների ցանցի միջոցով վերաուղղորդում իրականացնի։ Խորհուրդ եմ տալիս օգտագործել Էմիրատների բոլոր օդանավակայանները որպես վերադարձի հարթակ։ Այս պահին առավել իրատեսական ելքային կետերն են՝ Դուբայ, Fly Dubai, Շարժա, Air Arabia, Abu Dhabi, Wizz Air, Abu Dhabi։ Նշածս ավիաընկերություններն ունեն բազմաթիվ տարածաշրջանային թռիչքներ։ Ավիացիոն փորձագետը առաջարկում է ստուգել ոչ միայն դեպի Երևան վերադարձի տարբերակը, դիտարկել նաև Թբիլիսին, Լառնական, Բեյրութը, եգիպտական օդանավակայանները։ Այս պահին արտգործնախարարության առաջարկած միակ տարբերակը Մասկատ Թբիլիսին է։ Օմանի օդային սահմանը դեռ բաց է, բայց քանի որ վերադառնալու խնդիր ունեն ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, Օմանի օդանավակայաններում բազմահազարանոց հերթեր են։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Աննա Սարգսյանը։